Խաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Աստված շատ օրհնի բոլորիդ։ Այսօր էլի շատ հետաքրքիր հարց ունենք։ Հարցը ձայնային է WhatsApp-ով, ձայնային բանեն ուղարկես Աբշենի։ Մեզ վաղուց ծանոթ Մեհեր եղբայրը Իսպանիայից շատ հետաքրքիր հարցով է, որոշեցինք այս անգամ սենց հարցը ձայնայինով դնենք, միանգամից լսենք ինչ է հարցնում մեր եղբայրը։ Դե լավ Արկադի եղբայր ջան, որ ամեն ինչ լավ է, բարդ Տիրոջը, որ առողջությունները թե լավ է, Աստված երկար տարիների կյանք տա ձեզ, որ կարողանաք իր կամքը կատարեք շատերին սովորացնելու, աճեցնելու մեջ։ Արկադի եղբայր ջան, մի հատ հարց կա, եթե հնարավոր է քո վիդեոների մեջ խոսաս այդ մասին։ Ուրեմն այսօր եւ ընդհանրապես շատ հավատացյալներ կան, որ արտաքին փոփոխություն ունեն, այսինքն անգամ կարող են թողել ծխելը, խմելը, արտաքին սուրբ երևալը, դա կա, բայց ներքին փոփոխություն չկա, ներքին հոգևոր աճ գոյություն չի ունենում։ Ինձ թվում է դա վերստին ծնունդի հետ է կապված, որ չունեն վերստին ծնունդ, բայց ունեն հավատքի կյանք, այսինքն եկեղեցի են գնում, աղոթում են, ներկայություն կա, Աստծո ներկայություն կա, փառաբանության մեջ, երկրպագության մեջ երկրպագում են, բայց ներքին փոփոխություն, ներքին աճ չկա։ Այդ թեմայով կարող է, եթե հնարավոր է, առաջիկա վիդեոներին խոսես, եթե հնարավոր է, շատ մերսի, կապի մեջ կլինենք, բարևներ մեր կողմից։ Տերը օրհնի, Մեհեր ջան, ապրես։ Իհարկե կպատասխանենք հենց առաջիկա Առաջ գցեցինք։ նկարահանման ժամանակ, записи ժամանակ։ Տերը օրհնի, սիրելի Մեհեր եղբայր։ Այս հարցը մի քիչ ցավոտ հարց է։ Շատերին է անհանգստացնում այս հարցը, շատերին մոտ է սա տեսանելի, զգալի, լավ, տեսնենք Աստվածաշունչը ինչ ասում, որովհետև Աստծո խոսքով մենք պետքա փոփոխվենք, Աստծո խոսքի ներկայությամբ պետքա մեր ներսը փոխվի, որտեղ մեր ներսը փոխողը շատ անգամ եմ ասել ամեն հաղորդման ժամանակ, այսօր էլ եմ ասում, մեր ներսը մենք չենք կարա փոխենք։ Եթե ես ուզենամ իմ ներսի չարությունները փոխեմ, դա փարիսեցիական դիրք կընդունեմ ես։ Ես չեմ կարա, դրսևանց ցույց կտամ, բայց ներսս փոխողը Աստված է։ Աստված է ներսը փոխում, որտեղ Աստված հոգի է։ Մարմինը մարմին է, հոգին հոգի է։ Հոգին է փոխում ներսը։ Հիսուսն ասեց՝ մաքրեք ձեր բաժակի ներսը, դուրսը կփայլի։ Այսինքն մեր ներսը մենք պնակ ենք, բաժակ ասելով որն է, մենք պնակ ենք, անոթ ենք, որի մեջ դրված է Հիսուսը։ Խոսքը, Աստվածաշնչի խոսքը։ Եթե Աստվածաշնչի խոսքը սրբենք մենք, այ քեզ բան, ո՞ց պետք է սրբենք Աստվածաշնչի խոսքը։ Սուրբ հոգիով հասկանանք, խոսքը սրբված է, խոսքը սուրբ է։ Բայց Սուրբ հոգիով եթե հասկանանք, այն ժամանակ կսրբվի այդ խոսքը մեր մեջ, կփառավորվի այդ խոսքը մեր մեջ, որտեղ ինքը հոգի է։ Եվ մեր դուրսը արդեն ուզած չուզած, այս ձեռս որ գողանում էր, հենց ներսը սրբվեց, դուրսս փայլելու է, այս գողացող ձեռքս ողորմություն է տալու։ Այն որ հայոյում էր դադում, բամփասը, մանիծը մեր, այդ լեզուս օրհնություն է տալու, երբ որ ներսը սրբվի։ Շատ ճիշտ եք ասում, նորից եմ կրկնում, ցավոտ հարց է, ես էլ եմ նույնը եղել ժամանակին, նորահավատ ժամանակս, դրսևանց գնում էի պաշտամունքի, ցույց էի տալի ինձ, աղոթք էի վերցնում, աղոթք էի անում, Աստծո խոսք էի խոսում, բայց իմ ներսը չէր փոխվում։ Չէր փոխվում, ես գալիս էի տուն, Տեր Աստված, ես այդքան արեցի, բայց սրտիս մեջը ոնց որ հակառակ բան կար, ինչի համար։ Ես ուզում եմ մեկանամ այդ խոսքի հետ, իմ հասկացողության հետ մեկ լնեմ։ Բայց մեկ չեմ լնեմ, Ադամը միշտ իմ մեջից խանգարում է, մարմնավոր հասկացողությունը խանգարում է։ Եվ Աստված բացառեց ինձի այդ հայտությունը, որ ես հոգի եմ, ինձի հոգով պետք է երկրպագեք։
Մենակ հոգին կարա մաքրի ու սրբի ձեզ։ Դուք անկարող եք։ Եթե դու կարողանաս սրբես քեզ, Քրիստոսը չէր գա։ Եթե մենք կարենայինք մեզի սրբենք, մեր ներսել Քրիստոսը չէր գա։ Ես մի քանի տեղեր եմ հանել Աստվածաշնչից կարդամ ու վերլուծենք այդ հարցը, մեր ջան։ Ուրեմն առաջի լավ Տիտոս առաջի գլուխ 10-14 համարներն եմ կարդում, որտեղ շատ անհնազանդներ, զրախոսներ, խաբեբաներ կան, մանավանդ նրանք, որ թրփատությունիստն են, որոնց պետք է պապանձեցնել, որ ամբողջ տները կործանում է, սովորեցնելով այն, որ արժան չէ պիղծ շահի պատճառով։ Նրանցից մեկը հենց իրենց հատուկ մարգարե ասաց. Կրետացիք միշտ ստախոս են, չար գազաններ, դատարկափոր։ Այս վկայությունը ճշմարիտ է, նրա համար սաստիկ հանդիմանիր նրանց, որ առողջ լինեն հավատքումը, եւ մտիկ չտան հրեական առասպելներին եւ այն մարդկանց պատվիրանքներին, որ ճշմարտությունից թեքված են։ Ուրեմն կա մարդկային պատվիրանքներ, որ ճշմարտությունից թեքված են։ Ամեն մի մարդկային պատվիրանքը ճշմարտությունից թեքված է, իսկ հոգու պատվիրանքը, աստվածային պատվիրանքը ճշմարտությունից չի կարա թեքվի։ Եվ կան մարդիկ, տեսեք կրետացի բնագրով թարգմանվում է մարմնավոր։ Մարմնավոր հավատացյալ, այսինքն գրին հավատացող, գիր կարդացող, գրով պաշտող հավատացյալներ, ծիսակատարություններ անող հավատացյալներ, տեսանելի երևույթով մարդկանց երևացող հավատացյալներ։ Կրետացի հենց էս է նշանակում բնագրով, հունարեն բնագրով։ Ու կրետացիները դատարկափոր են, չար գազաններ են։ Տեսեք, ես թրփատությունիստ են, նրանք որ թրփատությունիստ են, այս թրփատությունը դուրս ցույց է տալի դրսևորած ցույց տալող թրփատությունից է։ Եթե ես այսօր օրենքն եմ ուզում կատարեմ, ես թրփատված եմ, թրփատությունից եմ։ Բայց Քրիստոսն ասում թրփատությունը այդ մարմնի թրփատությունը չի, այլ սրտի թրփատությունն ասում հաճելի։ Դե արեք մեր սիրտը կտրենք, թրփատենք, կլինի, ուրեմն հոգևորը ասում սա։ Աստվածաշունչը հոգևոր է, սիրելի քույրս եւ եղբայրս։ Շատերն ասում են հայտությունն է մենակ հոգևոր, ես կասեի հին ուխտն էլ է հոգևոր, նոր ուխտն էլ է հոգևոր, Հիսուս Քրիստոսի առակները, որ ասում են մեկն է մեր հոգևոր ինքը, մարմնավոր ասում են, բայց մեկն է մեր հոգևոր։ Բոլոր Աստվածաշունչը հոգի ու կյանք է, հոգևոր է։ Դրա համար մարմնավոր հասկացողությունը, սիրելի հարց տվող, տեսեք, մարմնավոր հասկացողությունը չի փոխի մարդկանց։ Կգնան պաշտամունքի ձեր ասացի պես, ծխելը կթողեն, խմելը կթողեն, մի քանի բաներ երևույթով ցույց կտան։ Ես մարդ գիտեմ հավատքի մեջ, որ ինքը մեր առաջ չի ծխում, չի խմում, բայց մի երկու բաժակ հետո խմում է, հետո ծխում է։ Ինքը ազատված չի դրանից, հասկանում ես, բայց ինքը ցույց է տալի, որ ես տեսեք չեմ անում։ Սա հենց այս թրփատությունն է, որը մեր ներսի աշխարհում Քրիստոսը չկա, հոգին չկա, այլ մարմինն է, մարմնավոր հասկացողությունն է։ Ես արագ ընթերցեմ մի քանի տեղեր էլ, ուրեմն առաջի Հովհաննես, լավ Տիմոթեոսի թուղթն էլ կարդամ, 3-րդ գլուխ 16-րդ խոսքը։ Այնպես եւ հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը։ Աստված հայտնվեցավ մարմնում, արդարացավ հոգով, երևցավ հրեշտակներին, քարոզվեցավ հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհկումը եւ վերացավ փառքով։ Աստված հայտնվեց մարմնում։ Շատերն ասում են մարմնով Աստված մարմին եկավ, մարմնով եկավ, մարմնի մեջ հայտնվեց Աստված։ Այսօր իմ մեջ մարմնով է գալի Աստված, քո մեջ սիրելի հավատացյալ, ով հոգով ընդունում է Աստծուն, Քրիստոսը հոգով իր մեջ է, ու դու դառնում ես Քրիստոսի անոթը արդեն, մարմինը արդեն։ Պողոս առաքյալն ասում է, ես չի, ապա Քրիստոս։ Մենք էլ այսօր եթե ունենանք այդ համարձակությունը, ասենք ես չի, ապա Քրիստոս։ Մեր ներսը սրբված է ուրեմն։ Եվ այդ Քրիստոսն էլ որ մեր մեջ է, խոսքը որ մեր մեջ է, մարմինը արդեն, մենք այս մարմինը ծառայում է իրան, այսինքն ինքը Քրիստոսը մարմինը հակած, մարմնով է գալի։ Հակոբոսի թղթերի մեջ ասում է, դու չես կարող ասես եղբորդ կեր, հագնվի, տաքացի ու անցնես։ Դա խոսք է, բայց մարմնով դու պետք է կատարես, պետք է 10 ուտելու իր բան, պետք է 10 հագնելու իր բան։ Մարմնով է դա կատարվում, հասկանում եք, Քրիստոսն եկավ մարմնով։ Էսի այս հասկացողությունն է, բայց հայտնվեց հոգով, քարոզվեցավ հեթանոսներին, հայտնվեց հավատացյալներին,
Փառքով համբարձվեց, էսի հոգին է, սիրելի քուրիս եւ եղբայրս, սիրելի մեհեր եղբայր, սիրելի հաստվող, եթե մենք հոգիով չընդունենք Աստվածաշնչյան խոսքը, նորից եմ կրկնում, քո ասած այն կեղծավորությունը մենք կունենանք, դրսևանց ցույց կտանք, բայց ներսևանց մեռելի կարշահոտություններով լի է, ոնց որ Հիսուս Քրիստոսն ասեց։ Կարդամ Հովհաննես 6-րդ գլուխ 48-ից 52 խոսքերը։ 48-ից 52-ը։ Ես եմ կյանքի հացը, ձեր հայրերը մանանան կերան անապատումը եւ մեռան։ Ես եմ հոգին, կյանքի հացը հոգին է։ Աստված հոգի է, Հիսուսը Աստված է, ինքը հոգի է։ Բայց ձեր հայրերը անապատում այդ հացը կերան, գիրը, օրենքը, Մոսեսին լսան, դուրս եկան Եգիպտոսից, բայց անապատում մեռան։ Ես եմ կենդանի հացը։ Սա է այն հացը, որ երկնքիցն է իջնում, որ եթե մեկը սրանից ուտե, չի մեռնի։ Մի ուրիշ տեղ էլ ասում է իմ մարմինը ով որ չուտի, ինքն է հացը։ Ես եմ կենդանի հացը, որ երկնքիցն է իջել։ Եթե մեկը այս հացից ուտե, հավիտյան կապրի, եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ։ Իմ աշխարհի կյանքի համար է տալի այդ հացը, այդ խոսքը, հոգու խոսքը Աստվածանից։ Հացն է, մեր հոգու հացն է, որը Հիսուս Քրիստոսն է։ Մենք գիտենք Քրիստոսը Աստծո խոսքն է, բերանից դուրս եկած խոսքն է, որը կյանք է տալի աշխարհին։ Այն խոսքերը, որ ես լսում եմ, բայց կյանք չի տալի իմ աշխարհին, ես գիրն եմ, ուրեմն գրով եմ առաջնորդվում, անապատի մանանան եմ ուտում ուրեմն։ Գրով եմ ուզում առաջնորդվում, Հիսուս Քրիստոսն ասեց, եթե հույսը դրել եք գրի վրա, որ դի գրով փրկվեք, ուսումնասիրեք գիրը։ Տեսեք, որ իմ մասին ասում, հոգու մասին ասում գիրը։ Շատերը սիրելի եղբայր, շատերը քարոզում են Աստվածաշունչը ու պատմություն են վերագրում։ Սես ինչ թվին սենց ելավ, անապատում սենց արին, բաց ովը բացվավ սենց եղավ։ Նրանք հոգի չեն ընդունում դա, գիր են ընդունում, անցյալու պատմություն են ընդունում, որը անցել է, մեռել է, այն մանանան կերեն էլ չկա։ Իսկ Հիսուսին որ ուտում են, կենդանի ջրի գետերա բխում իրաց փորից կամ խմը։ Ամեն։ Որտեւ ինքը հավիտյան է, հասկանում եք ինքը հոգի է, մնայուն է, մարմին չի, մարմին ժամանակավոր չի։ 64-ն էլ կարդամ։ Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Այն բանը, որ ես ձեզ հոտ խոսեցի, հոգի է եւ կյանք է։ Այն խոսքերը հոգի է ու կյանք։ Բայց այն մարդիկ, որ վերցնում են գիր, պատմություն կարդում են, դրանք ծխելը կթողեն, ցույց կտան սրբությունը, բայց կյանքը չեն ունենա։ Հենց այս կոնկրետ ձեր հարցն է։ Սիրելի եղբայր, հենց քո հարցն է, որ ասում է հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Ուրեմն հոգին չեն ընդունում նման մարդիկ, որ ընդունում են կեղծավորի դերում։ Արեք գնանք հետ Հիսուս Քրիստոսի պատմության մեջ, որ հալածեցին Հիսուսին, անարգեցին եւ խաչեցին։ Ովքեր արեցին։ Այն մարդիկ, ովքեր մանանային ուտը, որ հիմնվել էին գրի վրա, Մոսեսի վրա։ Այն մարդիկ սպանեցին հոգուն, որ չէին ընդունում հոգին, գիրը գրված է։ Մի հատ եղբայր ունենք իր հովիվը իրան սովորացնում էր, որ պետք է ատես քո հորն ու մորը։ Գրված է։ Եվ այս եղբայրն ասում է, ես ատում էի, որտեղ լսում էի, հնազանդում էի հովիվին։ Դուք պատկերացնում եք, ինքս դեռ Ռուսաստան է եղել, մայրը Հայաստանից զանգել է, հեռախոսը չի վերցրել։ Ասում ես աշխատում էի ատեի, որ կատարեի խոսքը։ Որ խոսքը, այն մանանա, որ կերանում մեռան։ Այն խոսքը, որը գիր է, որի վրա հիմք դնել չի կարելի։ Բայց Հիսուսը հոգի է, սիրելի քույրս եւ եղբայրս։ Այդ խոսքը հոգիով պետք է հասկանանք։ Ես ատում եմ իմ հորն ու մորը, մինչև Քրիստոսը իմ հերն ու մերը, հերը սատանեն էր, իմ մայրը հպարտությունն էր։ Ես ատում եմ դրան, որ Քրիստոսին աշակերտ լինեմ։ Իսի է հոգին։ Իսկ իմ մարմնավոր հորն ու մորը միտեղ էլ Աստված ասում է պատվիրանների մեջ կամ էլի մնացած տեղերում, որ սիրա քո հորն ու մորը հարգա։ Որ կյանքի դորերը երկար են երկրի։ Ահա։ Հասկանում եք, սիրելիներ, սիրելի հաստվող, եթե մարմնավոր մենք հասկանանք, շահ չունի մարմինը։ Ուզում եմ կարդամ Հովհաննես 3-րդ գլուխն էլ,
5-6 խոսքերը 3-րդ գլխի Հիսուսը պատասխանեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել։ Մարմինից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի է։ Մեկը եթե ջրից ու հոգուց չծնվի, լավ, մարդիկ մտածում են, որ ջրից ծնվելը մկրտվելն է ջրի գետի մեջ որ մկրտվում են։ Հոգուց ծնվելն է լեզուներով խոսալն է։ Ուզում են մարմնավոր գիրը ոնց կատես, բայց էլի փոխում են։ Հասկանում եք, հոգուց ոնց կարաս դու ծնվես։ Ջրից ոնց կարաս ծնվես, որ մտնես ջուրելն ես, ուրեմն ջրից ծնվալ։ Հոգևոր իմաստով Աստվածաշունչն է ջուրը։ Աստվածաշնչից պետքա ծնվես դու։ Մենք ծնվել ենք աշխարհի մեջ։ Մարմնից ծնվածը մարմին է շարունակության մեջ ասում Հիսուսը։ Հոգուց ծնվածը հոգի է։ Մենք ծնվել ենք մարմնից աշխարհի մեջ։ Ատելությունով, սպանությունով, չարություններով լցված։ Բայց հետո պետքա ծնվենք, ասում է, եթե մարմնից ծնվել ես, էդի մարմնի ծնվածը ծնված է, մարմին է, բայց հոգուց պետքա ծնվես դու։ Այսինքն Աստվածաշնչյան խոսքերը պետքա հոգիով հասկանաս։ Ինչ է նշանակում հոգի, ինչ է նշանակում Աստված։ Աստված սեր է, դու պետքա սիրուց ծնվես, որ երկնքի արքայությունը մտնես։ 8-րդ խոսքն էլ կարդամ։ Չէ, լավ, էսա 5-6-ը ժամանակի առումով ես չեմ ուզում բան անեմ, երկարացնեմ, երկար խոսանք, տեսեք, սիրելի հարց տվող, չգիտեմ ինչքանով կարեցա մեկնեմ Մեհեր ջան, եթե բան չլինի, էլի ձայնայինով կարաս կապնվես, էլի կամ թեկուզ ձայնայինով հարց ու պատասխանի ձևով պատասխանեմ այս հարցին։ Ընդհանուր ամբողջ միտքը սա է։ Ընդհանուր ամբողջ հիմքը Աստվածաշնչի սա է։ Մեր հոգիներն են փրկվելու։ Մեր հոգիներն են փրկվելու, մեր հոգիները հավիտենական են, իսկ մարմինը շահ չունի, կարդացինք մի քիչ առաջ։ Եթե ես մարմնավոր կարդամ, դու կամ եկեղեցում գտնվող ով ուզում ալնի մարմնավոր կարդա Աստվածաշունչը, որպես գիր պատմություն, ականջը տատենա հովիվն ինչ ասում, որ հովիվի ասածով առաջնորդվի, գիրը գրից չծնվի, հոգուց չծնվի, Աստվածաշնչից չծնվի ինքը, եթե տենց վարվի, ինքը քո ասած փարիսեցին դպիրն ալնելու։ Ինքը ձևական դրսևանց ցույց է տալու մի քանի բան, որ անում է կատարում է մթով, բայց ներսից ինքը լնելու է մեռելների կարշահոտություն։ Հիսուսի խոսքերով եմ ասում։ Փոխողը Հիսուսն է, իսկ Հիսուսը հոգի է։ Շատերն ասում են, ես ընդունել եմ Հիսուսին, ես հոգին ընդունել եմ, բա ոնց Աստված սեր է, բայց չեն հասկանում ինչ են ասում։ Իրանք կրկնում են այն խոսքերը, որ իրան ասել են, որ ինքը լսել է։ Իսկ հասկանալը ուտելն է։ Հիսուսն ասաց, ով որ չուտի ինձի, ոչ թե ով որ չլսի իմ մասին, լսելը քիչ է։ Այն 18 տարվա տերատես կինը, արնահոսող կինը, լսել էր Հիսուսի մասին, դա քիչ էր։ Իրան պետք էր որ կպներ Հիսուսի փեշերից։ Իրան պետք էր տենալ Հիսուսին, մոտենալ Հիսուսին, ուտել Հիսուսին։ Հասկանում եք, մեր հայրերը կամ մենք միջև հավատքի գալը, եկեղեցին տենեմ սենցին կանեմ։ Լսերին, որ Աստված կա, խաչա, հո, խաչը գցմենք մեր վիզը։ Բայց դա մեզի կյանք չէր տալի։ Երբ որ մենք հոգով ընդունում ենք Իրան, իսկ ի՞նչ է նշանակում հոգով ընդունելը։ Հոգով ընդունելը այս Աստվածաշնչյան խոսքերը հասկանալն է, ուտելն է։ Մենք կարծում ենք շատ ժամանակ չենք հասկանում։ Հենց օրինակ բերեմ այդ հորն ու մորը տատելու վրայով։ Եղբայրդ մեղքագործում տունդ մի թող, հաց է չուտես հետը։ Հայաստանում եղբայրներ կային, ջուր ուզեցինք մի օր իրան կողքի գյուղից էին։ Եղբոր հետ գնացինք, ծարավ էինք։ Ասենք մտնենք մեր եղբայրների տուննա, համել բան կանենք։ Ջուր ուզեցես եղբայրը ասես մի բաժակ ջուր դուր չտվեց, ասես չէ։ Գրված է, դուք մեղավոր եք, դուք մեղքի մեջ եք, չգիտեմ ով է բան ասել, որ այս եկեղեցին մեղավոր է։ Ու չտվեցին ջուր։ Հասկանում եք, սա, բայց ինքը այդ եղբայրը լացող աղոթքեր անեմ, պաշտամունքներին մասնակցում էր, հիշեք Փարիսեցի ու Մաքսավուրի աղոթքը։ Ես սրապես չեմ, ես եմ անում, այն եմ անում։ Օգուտ չուներ դա։ Իսկ ենի քանի որ ներսևանց իրան զգում էր, տենում էր Քրիստոս էր կերե, լույս էր կերե, խավարը իրան հանդիմանում էր։ Այսինքն խավարին լույսը հանդիմանում էր, իր մեջի խավարը ինքը տեսնում էր։ Ինքը արդարացավ։ Երբ որ Քրիստոսին տեսնենք, մենք ուտենք իրան, մենք կարդարանանք ու մեր ոչ մի վարքը, ոչ մի արարքը կեղծավոր ձևով չի լինի։ Արդեն կգիտակցենք։ Արդեն կգիտակցենք ինչ ենք անում։
Այսքան ամենքի շինության համար էլի այս հարցը իրոք նորից եմ կրկնում Մելան շատ ցավալի հարց է։ Հայաստանում այնքան անհավատ մարդիկ են մոտեցել ինձի, այդ եղբայրն էլ հավատացյալ է, սենց էր անում, այս բաններ անում, մնաց էր անում։ Գայթակղվում էին սա։ Բայց այդ նույն եղբոր մասին, որ խոսում էին, այդ եղբայրը եկեղեցում աղոթք էր անում, լացեր էր ասու խոսք էր խոսում։ Պարտաճանանչ եկեղեցի էր գալի։ Համար Հիսուսն ասում է, եթե տենց անեք, կմեռնեք, էդի մանանա է, ձեր հայրն էլ կենանում եղա։ Բայց եթե ինձի ուտեք, որպես հոգի ուտեք, հասկանաք ասու խոսքը որպես հոգի է, որպես սեր է ասու խոսքը։ Այն որ ասում ամաղեկին սպանի, եթե ես գրով հասկանամ, սեր չկա դե, սպանի, բրի սպանես թշնամի դա։ Մի հատ ազգ էր ամաղեկը, որը Իսրայելի Եգիպտոսից դուրս գալուց աղոհացով չդիմավորեց, չթողեց, որ իր երկրի միջով անցնի Իսրայելը, Աստված ասեց մեր ումանուկ սպանա իրանց։ Մարմնավոր են հասկանամ, ատելությունը, չարությունը իրանց մեջ, դե հարի ինչ արեց, լավ արեց, սպանեց ամաղեկին։ Կսկեր երեխուց մինչև ծերը սպանի, ասու խոսքերն է։ Բայց երբ որ հոգին ես ընդունեցի Քրիստոսին որպես հոգի, ոչ թե որպես գիր, ոչ թե որպես մանանա, այլ երկնքից իջած հաց, որ ես ընդունեցի այդ խոսքերը, այդ խոսքերը ինձ հասկացրեց, ամաղեկ նշանակում է վեճ, կռիվ։ Աստված ասում է վեճին, կռվին մեր ումանուկ սպանա։ Սպանա քո մեջ թող վեճ ու կռիվ չլինի։ Այս սա սիրո խոսքերն է։ Սա հենց այն երկնքից իջած հացն է, որը կյանք է տալի ինձ։ Ամեն։ Ինչքան է։ Աստված շատ արթնի։ Եթե նորից հարցեր կառաջանան, ուղեք, մեծ սիրով կպատասխանեք։ Աստված ձեր հետ, մնաք խաղաղության մեջ։ Երորդի ձեզ ամեն։